Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրա։ Դատախազը դատարան է հանձնել Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած ԱՄ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթը։ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը եւ նրա հանցակիցները փաստացի ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների միջոցով 2010-ից 17 թվականներին քողարկված եղանակով շրջանառել են իրենց ֆինանսական միջոցները, դրանք փոխանցել Մինասյանի անձնական հաշվին, ինչպես նաեւ արտերկրում գրանցված իրենց պատկանող կազմակերպության եւ այլ հանցակից անվամբ Շվեյցարիայի համադաշնության մասնավոր բանկերից մեկում բացված հաշիվների։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն 798 հազար եվրոն Միքայել Մինասյանը եւ նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, նաեւ այլ անձանց, այդ թվում ԼԱ-ի անվամբ հաշվառված տարբեր կազմակերպությունների միջոցով բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով, նկարագրված եղանակով ձեռք են բերել նաեւ Շանթ ընկերության 48% բաժնեմասերը։ Ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Գլխավոր դատախազությունը Լոռու մարզի Գյուլաքարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Գևորգյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, 1 շարժական գույք, 23 միլիոն դրամ, 92 միլիոն 313 հազար դրամ, ապօրինի դրամական միջոցներ։ Սահմանապազորքերի զինծառայող Արթուր Ավետիսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով 1 անձ կալանավորվել է։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապազորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրացանային վնասվածք մահացել է։ Մայիսի 6-ին անհայտ անձկամանձինք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մկրտիչ Սեթրակյան փողոցում հրկիզել են Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող Honda ENS1 մակնիշի ավտոմեքենան։ Նախաձեռնել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեում պարզել են, որ ՄԲ-ն ձեռք է բերել եւ իր բջջային հեռախոսում պահպանել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր, այնուհետև Telegram հավելվածի միջոցով հրապարակած հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք։ Հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն, նշել, որ կտրաստակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա եւ 38-ամյա երկու բնակիչ։ Պարզվել է, որ վիճաբանություն ծեծկրտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել Արթիկցի 24-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Honda ENS1 մակնիշի ավտոմեքենան հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրայերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել ժամանած բժիշկների հերթապախմբին, վիրավորին տեղափոխել հիվանդանոց, նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մայիսի 5-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակի վարածված 2106 եւ 63-ամյա Մելքումի վարածված 2101 մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 5-ին Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտն իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 5-ին Երևանի Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած BMW եւ 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած BMW X3 մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան։ Մայիսի 5-ին Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհին բախվել են Արտակ Դանիելյանի վարած Զիլ 130 եւ Գևորգ Ալիխանյանի վարած Ջեք մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան։ Մայիսի 5-ին 911 ծառայությունը հազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակ Գասպարյան փողոցի 30 հասցեում ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, տուժածներ չկան։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք զինամթերք է պահում։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե։ 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից։ Նա ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգուց հայտնաբերվել է կարաբին տեսակի մարտական ակոսափող հրազեն, իսկ ննջասենյակում տարբեր դրամաչափի 9 փամփուշտ։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին։ Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից եւ բակից գողացել են իրեր։ Հաղորդումը փոխանցվեց համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաեւ Արմավիրի մարզի քրեական ոստիկանները։ Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր, բացահայտումն արագ արդյունք տվեց։ Համատեղ միջոցառումների արդյունքում հաղորդման օրը ժամը 11:35 գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց եւ Վաղարշապատի բաժին ներկայացվեց նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը։ Վերջինս խոստովանել է, որ ապրիլի 19-ին գործիքով բացել է 58-ամյա կնոջ տան եվրոպատուհանն ու գողացել օծանելիք եւ 9 շիշ կոնյակ, իսկ խորդանոցից տարել է կենցաղային առարկաներ։ Նախնական տվյալներով տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս։ Նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մայիսի 2-ին ժամը 17-ի սահմաններում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վարժտի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևանի Աճարյան փողոցում ձերբակալել եւ իր վարած Nissan Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 եւ թղթե 1 փաթեթ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել նախաքննական մարմին։